Պատմական գուգարկ աշխարհի ջավախ գավառի միջնադարյան հզոր և ամրակուռ բերդերից է թմկաբերդը, որն առանձնանում է ոչ միայն իր յուրահատուկ տեղադրությամբ և ամուր պարսպաշարերով, այլ նաև բավական խոշոր չափերով։ Թմկաբերդը հայտնի է նաև «թմուկ բերդ» անվամբ։ Գուգարկը հարուստ է բերդերով, քանի որ պաշտպանել է հայկական թագավորություններն ու իշխանությունները հյուսիսից, իսկ թմկաբերդը այդ հզոր համակարգի կարևոր կենտրոններից է եղել։ Առաջին հիշատակումը 10-րդ դարով է թվագրվում։ Բերդի պարիսպներից զատ պահպանվել են մատուռների ավերակներ, իսկ շրջակայքում նաև հայկական խաչքարեր են գտնվել։ Բերդը գտնվում է 3 բարձրադիր բլուրների վրա և ուներ մոտ 150 մետր երկարություն և 30 մետր լայնություն, շրջապատված պարիսպներով ու 3 բլրի վրա առանձին կառուցված աշտարակներով։ Պարիսպներն ու աշտարակները կառուցված էին սրբատաշ քարով ու կրով և ունեին մոտ 1,5 մետր հաստություն։ Թմկաբերդն ուներ 3 դուռ՝ հարավային, հյուսիսային և արևելյան։ Առանձին ցածրադիր բլրի վրա պահպանվել են մատուռի հարավային և արևելյան պատերը, որոնց վրա ժամանակին պատկերված են եղել Սուրբ Աստվածածինը և 2 առաքյալները։ Հարավային պատի կամարի ներքևի մասում երևում է մի սրբի պատկեր։ Հարավային դռան մոտից ստորգետնյա ճանապարհը ժայռի միջով իջնում է դեպի Կուռ գետը։ Բլուրներից մեկի առջևում կա 4,5 մետր բարձրությամբ կոթող, որի շուրջը առկա են տների ավերակներ։ Թմկաբերդը վերահսկում էր առևտրային ուղիները, որոնք ջավախք աշխարհը կապում էին Առաջավոր Ասիայի հետ։ 12-րդ դարի վերջերից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, ջավախքն իր թմկաբերդով տրվել է հայ Զաքարյանների նախարարական տոհմին։ Այնուհետև իր անգնահատելի ծառայությունների դիմաց Թամար Թագուհին թմկաբերդը նվիրել է հայ ազգի ռազմական և քաղաքական գործիչ Սարգիս Բահրամյանին։ Սակայն 1578 թվականին բերդը զավթել են։ Թմկաբերդի առումը պոեմը Թումանյանը գրել է 1902 թվականին։ Պոեմի նյութը գրողը վերցրել է ժողովրդական բանահյուսությունից։ Այն թմկաբերդի առումը վերնագրով գրի է առել Երվանդ Լալայանը իր «Ջավախքի բուրմունքը» բանաստեղծական նյութերի ժողովածուում։ Թումանյանը պոեմը գրելուց առաջ 1901 թվականին այցելել է Բերդ, բերդի ավերակները դիտել է և իրական ազդակներից ստացած տպավորություններով հարստացրել իր ստեղծագործությունը։ Թումանյանը փառաբանում է մարդու լավ գործը, որը անմահության հասնելու միակ գրավականն է, խոսքը դարեդար խոսվող գործի մասին է։